Ողջույն սիրելիներս, դուք նույնի խոհանոցում եք, մեզ մոտ Դիլիջանում այնքան լավ արևոտ եղանակ է, ժողովուրդ ջան, չես ուզում ներս գնալ, արդեն գարնաշունչը զգում ենք, արդեն կանաչը դուրս է եկել, շատ հաճելի եղանակ է մեզ մոտ։ Միևնույն ժամանակ թևակողել ենք մի շատ լուսավոր եւ կարևոր շրջան, մեծ պահքի շրջան։ Առջևում 48 օրերն են։ Եվ ուզում եմ երկու բառով կիսվել այս օրերի կարևոր խորհուրդով։ Պահքը միայն կենդանական ծագում ունեցող մթերքներից հրաժարվելը չէ, այն առաջին հերթին մարդու հոգու եւ մտքի մաքրագործումն է։ Միմյանց հանդեպ սիրով լցվելու ժամանակաշրջան։ Եվ քանի որ այս օրերին պետք է սնվենք պահքի կանոններին համապատասխան, ես որոշել եմ այս ընթացքում իմ ալիքում ձեզ հետ կիսվել պահքի շատ համեղ, բազմազան եւ հետաքրքիր բաղադրատոմսերով։ Եվ առաջին ուտեստը, որով կազդարարենք այս լուսավոր շրջանը, դա մեր ավանդական պասուս տոլման է։ Իսկ հիմա գնացինք պատրաստելու շատ անուշաբույր եւ հագեցնող պասուս տոլման։ Պասուս տոլմայի համար մեզ անհրաժեշտ է բլղուր, աղացած ծավար, թարմ կանաչի, սոխ, տոմատի մածուկ, լեչո, չորացրած կանաչիներ, աջիկա, սիսեր, ոսպ, լոբի եւ թթուդրած կաղամբ։ Իմիջիալոց ժողովուրդ ջան, սիսերը եւ լոբին նախորոք եփել եմ, իսկ ոսպը գոլ ջրով թրջել եմ մի 2 ժամ։ Սկզբի համար կտրատում ենք սոխը։ Ընկերներ, մի քանի րոպեով տեղափոխվենք խոհանոց, պատրաստենք սոխառածը, նորից հետ վերադառնանք։ Ժողովուրդ ջան, մոտ կես լիտր ձեթ է մեզ հարկավոր։ Մինչ մեր սոխառածը պատրաստ կլինի, մենք այս ընթացքում մթերքները պետք է խառնենք իրար։ Սիրելիներս, ես մեծ չափաբաժնով եմ պատրաստում, մեկ չափաբաժնի բաղադրատոմսը կներկայացնեմ նկարագրության բաժնում։ Արդեն մեր սոխառածը պատրաստ է, ավելացնում ենք տոմատի մածուկը, ավելացնում ենք լեչոն, ավելացնում ենք աջիկան, լեչոն եւ աջիկան ես եմ պատրաստել, կարող եք նկարագրության բաժնում տեսնել ինչպես եմ պատրաստում ամենահամեղ աջիկան։
Եվ վերջում ավելացնում ենք համեմունքները՝ չորացած ցիտրոն, չորացած ռեհան, սամիտ, կարմիր աղացած պղպեղ, կծու եւ քաղցրից խառնել եմ, սև պղպեղ եւ աղ։ Հիմա պետք է փորձենք խառնել։ Ավելացնենք թարմ կանաչին եւ շարունակենք խառնել։ Վերջ։ Տարայի տակ մի 2 հատ թուփ ենք դնում։ Պետք է մեծ փաթաթենք։ Բոլորս էլ գիտենք, որ պասուստոլման պետք է չափսերով մեծ լինի։ Եթե նկատեցիք, ես շերտ աջիկա եմ ավելացնում, որպեսզի գույնը ավելի գեղեցիկ լինի։ Հիմա տեղափոխենք գազօջախի վրա եւ ֆելո։ Ավելացնենք ջուրը եւ թողնենք եփվի։ Ահա ընկերներ, մեր պասուստոլման արդեն պատրաստ է։ Հիմա համտեսենք, տեսնենք ինչպես է ստացվել։ Այսօրվա համար այսքանը։ Գնահատեք իմ աշխատանքը, լայքելով տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմ ալիքին։ Ձեզ հետ Նունեն էր, կհանդիպենք։ Սկզբի համար կտրատում ենք սոխը։ Լեհատը։ Չէ, լավ։ Բազա միտում մի անգամ բռնես ու